սարերի վրա դեղին ծաղիկների հոծ բազմություն կա։ Նրանք հավաքվել են եւ գեղեցկացրել տեսարանը։ Գնում ենք եղբոր ծննդյանով շնորհավորենք։ Ծննդդ շնորհավոր։ Դու հելի քեզ անակնկալ եք բերել շատ լավ ու սիրուն տեղը տեղին։ Մի հատ երազանք պահել է, երազանք ես պահում հավեսով։ Եղբայրը Ռուսաստանից մեքենայով գաղտնի ձևով եկել է, ասել է ջերմուկ։ Դե մի հատ փչիտո կատարվի, որ եղբոր ծննդյան օրը շնորհավորի։ Քեզ նվերներ ենք բերել, է։ Անակնկալը շատ տարբերվող էր ու գեղեցիկ։ Նա ինչ է։ Ովքերով եք ընդ։ Լավերի ասեք։ Չէ, հիմա չեմ ասում։ Այնքան գեղեցիկ էր ու հուզմունքը շատ էր, որ ուղղակի պետք է նայեք այս տեսանյութը, որ ամեն ինչը լավ պատկերացնեք ու տեսնեք։ Հիմա իմացար ում կողմից ենք եկել։ Հա։ Իսկ հիմա բարի դիտում ջերմուկի գեղեցիկ անակնկալը։ Սա մի հաշկ է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, հայերու Մութ գիշերին դուրս Ընկերներ, սարերի վրա դեղին ծաղիկների հոծ բազմություն կա։ Նրանք հավաքվել են եւ գեղեցկացրել տեսարանը։ Տեսեք ինչ գեղեցիկ է, երբ որ մի նուրբ ու գեղեցիկ ծաղիկից շատ կա, միլիոնավոր քանակ կա ու գեղեցկացել է տեսարանը։ Ես ճիշտ այդպես էլ մարդիկ են, երբ որ միավորվում են եւ միասնական են լինում, գեղեցկանում են այնքան, որ էլ չասեմ։ Հիմա օրինակ դաշտերն այնքան գեղեցիկ են, որ շատ մարդիկ կանգնում են ու նկարվում են այս ֆոնին, կամ հենց ուղղակի նկարում են ինչպես մենք։ Այս սա է միասնականության ուժը, գեղեցկությունը եւ բարությունը։ Տեսեք փոքրիկ գառնուկներն են ծնվել են ու իրենց մամա-պապաների հետ գնում են Հայաստանի մյուս ծայրը, որպեսզի լավ խոտ ունենան ուտելու։ Բա այստեղ սիգնալ է, որ գնում է, զիջելու հարց կա։ Մենք այստեղ փորձում ենք այնպես անել, որ տեղադասավորենք, գառնուկներին աճ ենք հրավիրում մեր մեքենաների շնորհիվ։ Այնպես անենք հանկարծ փուճուր ուլիկ չընկնի պագրիշկայի տակ, այնպես մեղքես կգա որ ընկնի։ Չեմ ուզում որ ընկնի։ Ընկերներ, բուրմունք է գալիս գառնանային, գառնանային բուրմունքը բարիբուն իմաստով։ Գնացինք ընկերներ։ Նման իրավիճակներում, երբ որ ասնում եք գառների հոծ սուրուն, ինչ անունը գառների։ Հոտը, այսօր հոտը ասնում եք։ Հանդիպակաց մեքենաներ երբ որ գալիս են, մի անգամից անում եք դալնի բլիժնի, որպեսզի նրանք հասկանան խոչընդոտ կա այնտեղ, որ չգնան ու մտնեն հոտի մեջ, գառնանային հոտը վերածվի գառնարանային հոտի։ Ընկերներ, ջերմուկի կովերն են ձեր կադրերում, գնդեվազի կամ կեչուտի, ջերմուկը քաղաք է այնտեղ կով չեն պահում, այնպես որ սա հարակից յուղերի կովերն են, որոնք արածում են մաքրամաքուր ջերմուկի դաշտերի խոտը ու շատ լավ կաթ են տալիս։ Աշկից գնդեվազինը կլինի, որովհետև գնդեվազում արտադրություն կա, հրաշալի արտադրություն կաթնամթերքի, որը նմանը չունի ամբողջ Հայաստանում, ով բախտ է ունեցել փորձելու, կհաստատի ասածս։ Ձախից արդեն երևում են շենքեր, ապրին լքված շենքեր են, դե վարդ ապրում։ Շատ հետաքրքրեց ինձ, դե ես հələ նայի վարդ։ Դե մարդ ապրում է տենաս, թե ուղղակի շենքերն են մնացել սովետից հետո են։ Հա։ Ընկերներ, հենց այս ջրամբարից է սնվում մեր Սևանալիճը, տեսեք։ Հանքի չշահագործելու բուն եւ կարևորագույն պատճառներից մեկը հենց այս ջուրն էր, որ հանքի շահագործումը կասեցվեց, որովհետեւ այն թունավորելու էր այս ջուրը, իսկ այս ջուրը լսվում է մեր Հայաստանի
հարստություն համարվող սևանալիճ։ Եվ սրա շնորհիվ է, որ ջրի մակարդակը կարողանում ենք պահել Սևանալճի, չի հասնում աղետի մակարդակի։ Եթե այս ջուրը չգնա, հնարավոր է, որ Սևանը ահագին իջնի մակարդակը։ Հայրենիքը պետք է ճանաչել, իմանալ, որը ինչի համար է, որ ուժեղ լինես եւ զինված ցանկացած հարցում։ Տեսեք ինչ գեղեցիկ կանաչ են դաշտերը, ջերմուկի ճանապարհն է գեղեցիկ, կառուցել են 2 տարի առաջ, իմ աչքի առաջ անդադ գնացել, եկել տեսել եմ, ուղղակի ջրահեռացման խնդիր ունենք։ Ճանապարհի կողքերը ահավոր փոսեր են, նայ, պատահաբար ընկնես մեջը, մի քիչ լավ չի լինի։ Հերվում երևում է ճոպանուղին, որը բոլորովինս վերջերս գործարկվեց եւ աշխատում է։ Այնպես որ գալուց ջերմուկ իմացեք, ճոպանուղին գործում է, ընկերներ։ Հայրենիքիս ջուրը զլա Ջերմուկի ձախապն է ընկերներ կադրերում եւ կեչուտը։ Կեչուտը այստեղ է, ահա, կեչուտը, իսկ քիչ վերև ջերմուկի ձախապն է։ Ջերմուկը բաժանված է 2 ափերի, ձախապ եւ աչափ։ Աչափում հիմնականում գտնվում է հանգստյան զոնաները։ Իսկ ձախապում ապրում են մարդիկ, մեր ջերմուկցիները, ստեղծագործում եւ արարում։ Ընկերներ, մուտք են գործում ջերմուկ եւ այստեղ կարծես թե վթար է եղել ու բավականին այնց լուրջ վթար։ Ընկերներ, հասանք ջերմուկ ձախապ, ձախից հրաշք։ Ջերմուկի Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Դիմացից արդեն ընկերներ մեր Հոբելյարի շենքն է։ Հիմա զանգենք, տեսնենք որ շենքն է կոնկրետ։ Արտակ կակունի զանգը։ Էսը չէ։ Հա, լույս վարդ։ Այս 9 արկաններից մեկի կողի 5 արկանն է, բայց թե որը։ Հա, չգիտենք։ Ստեփան ջան։ Ես հիմա 9 հարկանների մոտ եմ։ Հա, սպասի, մի գնա, մենք հլա չենք ասել։ Ուր եք բա դուք։ Մենք հեսա մի հատ մարդ կա, վերցնում ենք կամ ջերմուկ ենք։ Հա, լավ, լավ, խնդիր չկա, լավ, ստեղ կանգնում եմ սպասեմ, լավ։ Հա, հեսա կգամ Լավ։ Այո, Բա ուր գնանք հիմա։ հեսա, իջեք, այս Մեր բարեկամներն էին եկել, հələ տերանք ունենք, եմ ասում եմ իջի։ Այո։ Ստեփան ջան, Այո։ այս շենքն է։ Հա։ Սպասի։ Առաջի մուտքը, Հա։ երրորդ հարկը, Հա։ աչ դուռը, երրորդ հարկ բարձան։ Բանուն ի՞նչ է։ Անունը Սերգեյ է։ Ում կողմից է։ Սիմոն եղբայրը տանիքի կողմից։ Սիմոն, էլի Սիմոն աղբեր, հա։ Այլի Սիմոն աղբեր, դեմ всё լավ։ Էսը Սիմոն աղբոր սիրուն ճաշակով ավտոնա։ Վարդան մեջ Սիմոն մեծ աղբոր ավտոն մատ նկարի դու։ Եկե Ռուսաստանից եկե հասել ես թե հանակնկալա որ անում են սա բարեկամներին։ Ահագին մարդ է եկե, եստի չեն տենա, չէ ես կողմից մեզ։ Չեն տենա։ Ես խորոտ ավտո ես քշում։ Սիմոն Քերի։ Բարև ձեզ։ Դե դուք գիտեմ որ գալու եք։ Իրար հետ գնանք անակնկալա, բայց գիտեմ որ Հայաստանում եք։ Չէ։ Ձեր ի՞նչն են։ Ձեր ի՞նչն են իրանք։ Լեռնիկնովա։ Տղեն ոչինչ։ Ախպեր չասես որ տեսել ես։ Հա կարծես տես բան չանես, ես ուր է երեթում բա։ Բարեկամներն են եկել։
Հա Վարդան գմփիկ չենք վերցե։ Մտտի գմփսնենք, է։ Այսինքն դառնում է աղբոր ծնունդն է, իր աղբոր։ Մեծ աղբոր։ Ձեր դուք քուր աղբեր եք, մերոպ է։ Հələ մերոպ է այդ տեղը բերեմ։ Քույրիկները։ Քույրիկներն են։ Հա։ Ինձ որ անակնկալ թորնիկից հարսից։ Արին։ Գնացինք Արին ջու։ Հա։ Գնացինք Արին եկանք, հա, ճիշտ է, հիշում եմ։ Արին չէ, գնացի մարի մեկը։ Այսինքն, երկու քույրիկները մի աղբեր, ինքն էլ չգիտի որ եկել եք, ծննդի օրով։ Իր անունն ինչ է։ Սերգեյ, նվեր ունեք։ Կաղ այդ բալիկները 10 աղբորը։ Չէ։ Երեք են ուզում, բայ ճիշտ է, երեք են, հա։ Աղբերը ես եմ։ Հա, դու աղբերն ես։ Լսի, դե ես չասեմ որ եկել եք, ասեմ անակնկալ են արել, հա։ Вообще չգիտի, չէ որ եկել եք։ Անունն ինչ է։ Հա։ Սերգեյ։ Գնում ենք եւ փորձանալով շնորհավորենք եւ ինելու է արել ձեզ չենք նկարի այս դաշտից է գալի հա բան եք հավաքը հա 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 հիշում եմ որ հավաքում ենք բայց ձեզ չեմ հիշում հա վայ հա Դուք այնտեղ մնացեք, մենք մտնենք ռոփակեն 3 դրանով։ Вообще չգիտի, չէ, Սերգեյ։ Papi Nura. Ստեա։ Հա։ Վա, մեծ ախպեր հազար բարին, էլի ծնունդդ ենք եկել շնորհավորենք, ծնունդդ շնորհավոր, դու հելի կեզ անակնկալ ենք բեր է շատ լավ ու սիրուն տեղը տեղին, հա դե մարդիկ են եկել ենք քո թանկագին խաթեր համար, եկել ենք ծնունդդ շնորհավորենք, բայց ծափերն ուրա, ծափի հելասն ինչա չեք տալի, եկեք պապին գերկեք, եկեք գերկեք, որ անակնկալ ունի պապին շատ ուժեղ, դուք էլ եկեք ձեր ամուսնուն հլը գրկեք, մի հատ երազանք պահել է, երազանք ես պահում հավեսով, որ կատարվի քո բոլոր երազանքները, պահար, դե մի հատ փչիտո կատարվի երազանք, ծափերն ուր են, են ուր ես հանայում է, են ուր ես նայում, Ախնդե դուս մարդ կաղոցը, այս մարդ, չես կացրությունել է վերցել է ամեն չիրա ժամանակին, կեզ նվերներ էլ ենք բերել է, Արիլը նայ, բայց ում կողմից կլնի, հել ասա, հետեց եկել ենք ծնդետ շնորհավորում ենք ու բայց ինձ տեղը չես բերի, դու ինձ ասա, ում կողմից կլնի անակնկալը Ես մեզ ասել են, որ գանք ծնդետ շնորհավորենք, ով ասաս կլնի Ուզում ես այս հենց անես կիմանաս ում կողմից է Նա ինչ է, ովքերով եք ընդ է Ես դու ես, քո ընտանիքի հետ, չէ։ Հա, փաստորեն սրանց չես կարա իմ անսում կողմից է։ Բայց ասա ում կողմից կլինի։ Մի քիչ հուշեմ, Հայաստանում չեն անակնկալ արողները։ Արա լավ էլի ասեք։ Չէ, հիմա չեմ ասում, դու ասա, մեծ սխալ տարբերակ ես, եթե դες կասկածում ես։ Ծնունդդ շնորհավոր լավագույն մաղթանքներով, չես կարում պատկերացնես ով կլինի։ Արա քնան, հա։ Ուզում ես, ես դու ես, դες ինչ սիրուն տղա է։ Այդ տղա է տա, կինը տա, դե հիմա լսի, ասեմ ում կողմից է, թե ուրիշ ձև դու իմանաս։ Արա քնան, հա։ Արի, գիտես ինչ անենք, կայն ասեմ, կայն հեսա ասեմ ինչ անենք։ Հատուկ ձև եմ ուզում անեմ, էլ ես անակնկալը։ Ջան, հաբա նկարում եք այսօր քորնա, առողջ ըլնես, լավ ըլնես, միշտ այսքան սիրված, ու հիմա, հենց ես պահին, հələ կայն, հենց ես պահին, ուշադրություն, սկսում եմ ես նկարել, գիտես ինչ համար եմ նկարում, որովհետև որոշել ենք, որ
անակնկալ արողը ինքը գա, ասի ով անակնկալ արը, հա? Դե թո գան։ Դե եկեք անակնկալ արողներ։ Ախպերով ունի հարուստան, ով էլ չունի ասված թող նրան էլ տա, դժվար պահին ախպերը միշտ շողքի տա, թե պետք լինի Ախ ինչքան եմ սիրում քեզ, իմ աչքի լույսին կես, իմ հոգու անբաժան բաժին Գալու է։ Ուր ես գնում ուր, խնդրում եմ ձեռքը դուր, մեկ անգամ էլ գրկեմ Դա ծափեր տվեք, հələ ծափ։ Հպարտանամ, որ ունեմ քեզ պես քույր Հələ երկու քույրիկներով գրկեք, աղբերով քույրիկով հəլ գրկեք իրան, գրկեք մի հատ, իրար գրկեք։ Լույսին կես, իմ հոգու անբաժան բաժին Քեզ հետ եմ քնի մարել առաջին Ուր ես գնում ուր, խնդրում եմ ձեռքը Սրտապատառի օրա։ Այսօր քո ծնունդդ, բոլորը քեզ շատ սիրում են։ Առողջ ելնես, լավ ելնես միշտ։ Հիմա իմացար ում կողմից ենք եկել։ Իմ հոգու անբաժան բաժին Ավա դուրդ եկավ։ Դե մատ էլ պաչի էլի քուրիկից։ Ուր ես գնում ուր, խնդրում եմ ձեռքը դուր, մեկ անգամ էլ գա Պաչա, ինչքան պաչես այդ քիչ չի լելու։ Քեզ պես քույր, որ ունեմ քեզ պես քույր Ինչա բանն ենք անելու։ Հա, զանգ ունենք, ով է զանգում։ Ես Ինչա աղբեր, հələ ասա տենամ, ինչ ես զում անես։ Հա, ինտերնետ։ իմ հեռախոսին փոխանց։ Ինչ է փոխանցեմ։ Նոր նկարը մեր նոր։ Դա այսա կփոխանցենք, սա կնկարենք, կուղարկենք քեզ կունենաս, տես չի լինի, տես չի մնա։ Արանմանի զանգել առաքսանը։ Չգիտեիր որ եկել են։ Չգիտեիր вообще։ Բատեն մեզ ինչ ուժեղ աղբեր ունես։ Զանգել են, բայց չեն ասել։ Իրա զանգել։ Ուժեղ են, էլի, հա, բայց ուժեղ են, տեսակ։ Հարցը զանգելա չի ասել։ Բա քո խաթր են տենց արել որ ուրախանաս, հիմա ուրախացել ես։ Ոչ։ Հենա կարող է բանը ավտոնը վեր տա։ Ավտո չեմ ուզում։ Բա ինչ Արման ջան, հոպարի հետ են։ Ջերմություն, հոպարի հետը խոսա, սա ստեղ կայնացենք, հա, անակնկալը արեցին, մեր երիտասարդ։ Նկարը չի բացան քո։ Չէ, չի բացել նկարը, ինադու չի բացել։ Հենա բացում է, հեսա բան չմնաց։ Երևի գործի վրա է, հա։ Աշխատասեր է, էլ։ Հոր նման է։ Պապային է քաշել։ Հեսա, անակնկալանով երիտասարդը։ Բարի օր, Անուշ աղբեր։ Հենա, հոպարն էլ հենա, հոպարին ծիստու։ Խոսել հոպարն է։ Արև Արման ջան, բարև։ Նպատակի հասա, ապրես։ Ուրախացել է, այս անակնկալը իրա կողմից էլ է։ Բա, բան չի չես եկե, աղբեր, ջիպի մեջ տեղ կար, նստեիր գայի։ Չենք Ռուսաստանն է։ Այդ եմ ասում, բա դու Ռուսաստանից չես եկե։ Բա ինչ եմ արել։ Դե ձեզ լավ օրենքերներ, քեֆ արեք, ուրախացեք քուր աղբերով, մենք էլ աղբերներով գնանք։ Բա աղբեր, դու բերիր սա, հա։ Ինչ ես անում։ Հեռախոս էլ ուզում։ Հոպարը։ Մենք գնում ենք։ Իշնում ենք։ Իշնում ենք ջան։ Մեր մոտ այդ ամենալավն է, ստացվում է։ Թեթև ձեր համապակաս։ Գել ասում ես։ Եկա քերի։ Շատ բան ենք տեսնում ենք հայ ժողովուրդով։ Ոնց ենք գալիս եք ուրախացնում եք մարդկանց տնով։ Ուրախություն առնում էլի։ Բա այդ է ձեր նման մարդկանց շնորհիվ առնում, թե չէ որ դուք չլինեք մենք այսքան չենք կարող այդքան։ Միշտ ասենք տեղեր անպակասնենք։ Այս էլ ջերմուկի։ Հա, բերստե են դե մի թող։ Սիրուն էլ ավտո է, հələ տես ինչ սիրուն է արդեն։ Լսակ լավ ավտոն է, սրանց կարելի է քշել։
կռուզակա, չէ, էնի քոնը մնա, ես հետո ինձ կտաս։ Ինձ թազա թիվ առեսի հինը արդեն։ Այ տալիս էի դա։ Դե դավայ, քերես։ Դա մնա, ախպեր ջան, դավայ։ Ասում է, լավ էր քիչ խմա, թե չէ նվեր էի տալու։ Եդյանը ազատ ուզեցել ավտոն։ Մերցի քերից։ Ընկերներ, այս ուրախ նոտայի վրա, հենց այս պահին, ես գիտես ինչ եմ ուզում անեմ։ Ուզում եմ վիրապ մեծ աղբոր հետ շփվեմ մի հատ։ Ընկերներ, ես պաղպաղակ եմ ուտում և ուզում եմ ձեզ ասել այն մասին, որ այս անակնկալը շատ տարբերվող էր ու գեղեցիկ։ Եղբայրը Ռուսաստանից մեքենայով գաղտնի ձևով եկել է, ասել է ջերմուկ, որ եղբոր ծննդյան օրը շնորհավորի։ Այնքան գեղեցիկ էր ու հուզմունքը շատ էր, որ ուղղակի պետք է նայեք այս տեսանյութը, որ ամեն ինչը լավ պատկերացնեք ու տեսնեք։ Իսկ հիմա բարի դիտում ջերմուկի գեղեցիկ անակնկալը։ Եթե ուզում ես տրամադրությունը տուղվի լավ հում